300 մասնակից, բայց ընդամենը 1 հաղթող։ Ու մրցանակն էլ կլինի ուղևորություն դեպի Փարիզի Դիսնեյլենդ։ Նախորդ էպիզոդի 3 փուլերում 300 հետևորդներից մնացին ընդամենը 60-ը, ովքեր արել են իրենց առավելագույնը, որ հաղթեն առաջին 3 փուլերում եւ հայտնվեն երկրորդ էպիզոդում։ Այս պայն դու դիտում ես Հավատա քեզ Games-ի երկրորդ էպիզոդը, որը խոստանում եմ թեժ է լինելու։ Իհարկե ժողովուրդ ես ինչ ակա, ով ես դու։ Կարոժնի։ Լավ, դուք ով այդ շփվեք, ես իմ կարոժնին կվայել եմ։ Բա երեխաներին այսենց անակնկալ արեց Սեյնթ Հովը։ Երիք չի տանջես երեխեքին։ Ո՞վ է տանջում երեխեքին։ Դու մի ժաման նայում եմ ընդեղ կամերաներով, երեխեք սենց արեք, երեխեք նենց արեք։ Երեխեք եկել եմ ձեզ օգնեմ, մինչև վերջ։ Ստոպ հələ, ստոպ, ով է տանջում երեխեքին։ Ես չեմ տանջում։ Դու ես տանջում։ Ո՞նց եմ ես տանջում երեխեքին։ Մի վերջ ունել եմ։ Ստոպ, ես դες տանջել եմ։ Просто ես դες տանջում եմ։ Կարո դու ինձ փոխարինում ես։ Հասկացա մի անգամ խանգարեցի խաղին, բայց դու փոխարինող ես ինձ բերել հովոին, հա։ Հələ եկեք ստե երկուստը, դու էլ արի ստեղել։ Լսեք ականջներիդ ող արեք, էս իմ վիդեոն է, դուք ընդամենը հյուր եք։ Դու հյուր ես, ձեր տեղը մնացեք։ Մի խոսքով ես մինչև վերջ տեղ եմ մնալու ու չլնեմ չիմանամ երեխեքին տանջել։ Ես չեմ տանջել երեխեքին, չեմ տանջել։ Դեմքներից երևում է որ տանջված եմ։ Լավ եմ անում։ Բա պետք է չէ մի հոգի հաղթի։ Բա ոնց է մի հոգի հաղթելու, եթե ես չտանջեմ երեխին, այնպես որ սա խաղ է, պետք է խաղան, տանջվեն եւ հաղթեն։ Ես ձեզ օգնելու եմ, ամենավերջում էլ գալու եմ օգնեմ։ Ինչպես Հովոն ասես, նա եկել է երեխաներին փրկելու։ Այդ ինչ պետք է անի, որ շարժվում ենք հաջորդ փուլ։ Գնացինք։ Դե ինչ մենք գտնվում ենք 4-րդ փուլում, որը կոչվում է Պարսատիկ։ Ինչու Պարսատիկ, քանի որ ռագատկան երեխեք գրական հայերենով Պարսատիկ է, հասկացաք։ Այս փուլում մասնակիցները բաժանված են լինելու 2 թիմի։ Ամեն թիմը պետք է հսկայական պարսատիկի միջոցով փորձի գնդակը գցի գետնին գտնվող հատվածներին, որոնք բաժանված են ըստ միավորների՝ 10, 20 եւ 30։ Խաղի նպատակն է հավաքել հնարավորինս շատ միավորներ։ Մինչ կսկսենք Պարսատիկի խաղը, ցանկանում եմ հիշեցնել, որ մենք շարունակում ենք մեր խաղը Նոա ֆուտբոլային ակադեմիայի դաշտում։ Սիրելի ծնողներ, եթե ցանկանում եք ձեր երեխան ունենա պրոֆեսիոնալ ֆուտբոլի կարիերա, ապա դուք արդեն գիտեք հասցեն Նոա ֆուտբոլային ակադեմիա։ Առաջին թիմ, պատրաստ ենք։ Գնացինք, քեզից սկսում ենք, արի։ Հիշեցնեմ, որ այս փուլում ժամանակ չկա։ Որ թիմը հավաքեց ամենաշատ միավորները, նա էլ կհաղթի։ Ձեզ տեսնենք, գնացինք։ Դայ։ Գնաց։ Օրո, ինչ։ Հələ նայ որ խփեցի։ Նայ, գնաց։ 30 միավոր մի անգամից։ Տեսակ ձեր թեմակիցը հենց առաջին հարվածից 30 միավոր հավաքեց։ Հերթը քոնն է, տեսնենք ինչ ես անելու։ Եվ թող։ Ահան ու գնաց։ Օրո։ Գնաց։ Օրո։ 20 միավոր ապրես։ Օրո ընկա։ 30 միավոր ապրես։ Ահա եւ 20 միավոր։ 10 միավոր։ Օպո, այս շատ լավ խփեց։ 30 միավոր, այո։ Էս ինչ լավ են խաղում։ 20 միավոր։ Դու շարունակի խաղալ, հեսա կվերադառնամ։ Մի րոպեից տեղ եմ։ Մինչ երեխաները պայքարում են հաջորդ փուլ անցնելու համար, ինձ մի փոքր թարմանալա պետք Հայկոլայի իմ սիրելի ըմպելիքով։ Այս ուրիշ, հիմա մի ուրիշ էներգիայով եմ գնալու ու շարունակելու խաղը վարել։ Երեխաները ինձ են սպասում, պետք է շտապեմ, գնացի։ Ուղղակի հիանալի է, տեսնենք դու ինչ կանես, պուջուր։ 20, լավ է։ Լավ է։ Գնանք մի քիչ հեռվից նայենք։ Գնաց։ Եկավ, 10 անցավ։ 20 միավոր։ Տեսնենք վերջում քանի միավոր կհավաքի առաջին թիմը։
Մինչ երեխաները շարունակում են խաղը, ցանկանում եմ հիշեցնել հուլիսի 19-ին Երևանում կայանալիք մանկական Summer Fest-ի մասին, որտեղ ես ելույթ եմ ունենալու իմ ամենասիրված երգերով։ Տոմսերը կարող ես ձեռք բերել Իդրամից կամ Տոմսարկղ.am-ից։ 30 միավոր։ 20 միավոր։ Առաջին թիմի վերջին 3-ն եք մնացել, ձեզ տեսնեմ։ Ոխում ես ձգել ես ձգել։ Գնաց։ Օպա, 30։ Ահեն։ Այո։ 30 էլի 30 խփեց։ Լիլիթը ինձ ասել է, եթե ես գնդակը տամ, որ ինքը քսի, ինքը ինձ կտա մի բլոկ չեներգետիկ ու մի բլոկ կարոժնի։ Ինչ կարամ անեմ, որ 10 գնդակը ես կրակեմ։ Մի բլոկ չեներգետիկ առաջարկեմ։ Համաձայն եք, դե տվեք։ Լիլիթը էլի համը հանում է։ Այսինքն որ հիմա եթե դու սա չխփես, Լսի մի տոպրակ կարոժնի եմ բերել, կթողնես ես կրակեմ։ Հա? Համաձայնվեց, դե վերջու։ Լիլիթ, քեզ չասեցի խելոք պայի քեզ։ Հերիքա քիթդ խոթես երեխքի խաղերի մեջ։ Բայց համաձայնա, չէ՞։ Կրակի, քիչ խոսա, կրակի, գնա։ Այո! Ինչ այո, 30 չհա Սարսկի։ Գոհես ես գործակից կարոժնին համով, հա։ Իհարկե։ Առաջին թիմը հավաքեց 470 միավոր։ Տեսնենք երկրորդ թիմը եթե ձեզանից շատ միավոր հավաքեց, ապա դուք խաղից դուրս կմնաք։ Բայց եթե ձեզանից քիչ միավոր հավաքեց, ապա դուք կհաղթեք այս խաղում եւ կանցնեք հաջորդ փուլ։ Տեսնենք երկրորդ թիմը ինչ արդյունքներ կգրանցի։ Երկրորդ թիմ պատրաստ ենք։ Ձեզ տեսնեմ 470 միավոր առաջին թիմը հավաքել է, դրա համար պետքա շատ լավ խաղաք։ Եթե 470-ից ցածր լինի ձեր միավորները, ապա պարտվում եք եւ խաղից դուրս եք մնում։ Ճիշտ է, ցավոտ է այդ փաստը, բայց դա տենց է։ Նենց որ հնարավորինս ուժեղ ենք խաղում, որպեսզի փորձենք հաղթել առաջին թիմին։ Ձեզ տեսնեմ, եկեք։ Օյո! Միանգամից 30 միավոր։ Այսպես շարունակում ենք, ձեզ տեսնեմ։ Թող 30 միավոր օպրես, տեսար։ Տեսնենք։ 20։ Давай։ Օրոպ։ Զգուշ, ռեզինը պոկեցի։ Հեն, գնաց։ 10։ Թող գնաց։ 10։ Օպրես։ Այ 30 ես կարայի։ Գիտեմ որ 30 կարի, բայց 20-ն էլ է լավ, մյուսը։ Տենան 30 կհասնես, թե չէ։ 20։ Ահա, գնաց։ Давай։ 20։ Ես քո գնակի հետ վազելու եմ։ 3, 2, 1, գնացինք։ Օպա, գնաց, էսա։ 20։ Հիանալի էր։ Գնաց։ Արի անցի 20-ը։ Եկավ կանգնես կարմիրի վրա։ Բայց սա նշանակում է որ 20 միավոր է։ Խփի։ Եկավ։ Դե 30 գնա։ 20 միավոր։ Ունես ինչ ուժեղ խփեց։ Այո։ 30։ Եկավ 30։ Երկրորդ թիմը շատ ուժեղ է խփում, շատ։ Քեզ տենամ։ Այնա, գնաց։ 20 միավոր։ Ես հավատում եմ ինձ, տեսեք ես ինչ եմ անում։ Քեզ տենանք, դավայ, հավատա քեզ։ Գնաց։ Գնաց։ Տեսա որ հավատում ես քեզ, անհնարին բան չկա, 30 խփեցիր։ 3 տղաներն են մնացել, ձեզ տեսնեմ, լիքը բան է ձեզանից կախված, հնարավորինս ուժեղ խփեք, գնացինք։ Հենց հիմա մեքենաբանությունների բաժնում փորձիր կռահել, թե որ թիմն է լինելու հաղթողը, առաջին, թե երկրորդ, տեսնենք ճիշտ կլինես, թե ոչ։ Օյո, էլի 30։ 30։ Գնա 30, գնա։ Օյո։ Վերջինն ես, քեզ տենանք։ Կրկին 30 միավոր, երկրորդ թիմը նույնպես ավարտեց։ Երեխաները
դեռ չգիտեմ, բայց առաջին թիմը հավաքել է 470 միավոր, իսկ երկրորդ թիմը հավաքել է 460 միավոր, եւ այն երեխան, ում ռեզինը կտրվել էր, երկրորդ թմից էր։ Հանուն արդարության այն երեխային, ում ռեզինը քաշելու ընթացքում պոկվել էր, առաջարկում եմ եւս մեկ անգամ շանս տանք, տեսնենք արդյոք իրեն կհաջողվի հավաքել 30 միավոր եւ հավասարվել մյուս թիմին։ Եթե հավասարվեցին, կիմանաք թե ինչա լինելու։ Երեխեք, ուրեմն մի հատ կարևոր նորություն ունեմ հայտնելու։ Հիշում եք, չէ՞ որ ձեր թիմից մեկի ռեզինը պոկվեց։ Քո ռեզինը պոկվել է, չէ՞։ Մեր ստուդիան որոշել է քեզ մի հատ էլ շանս տա։ Քանի որ դու մեղավոր չէիր, որ քո ռեզինը պոկվեց։ Դրա համար արի միասին գնանք տեսնենք։ Եթե քո ռեզինը չկտրվեր, արդյոք դու կկարողանայիր հավաքել 30 միավոր, թե ոչ։ Եթե կարողանաս, ամեն ինչ փոխվելու է քո ու քո թիմի համար։ Քեզ տեսնենք։ Ահան։ Արի կանգնի, արի։ 20 միավոր։ Առաջին խումբ շնորհավորում եմ։ Ես ինձ ուրախ են ելը խնդրում եմ ստեղն այ գոռանով վազում են։ Բայց մենք որ հաշվել ենք, մենք 480 ենք հիմա։ Չէ, 480 չէ, ձեր թիմը հավաքել էր 460, իրանց թիմը հավաքել էր 470, ընդամենը 10 միավոր էր մնում։ Շնորհակալություն, որ մասնակցեցիք Հավատա քեզ Games-ին։ Հələ ինքան մրցույթներ կլինի, չենք տխրում, չենք հուզվում, եկեք գնանք ձեզ Ֆինի պաղպաղակներ հյուրասիրեմ։ Հատուկ պարտվողների համար Ֆինի աշխարհի ամենահամով պաղպաղակներից եմ հյուրասիրում, վերցրեք։ Գիտեք չէ, Ֆինի պաղպաղակները պատրաստված են բնական կաթից, ներսում չկա ոչ մի քիմիա, վերցրեք։ Իդեպ ես իմ կարոժնի արտադրությունը վստահել եմ Ֆինիին, քանի որ իրենք ամենավորակովն են։ Օրո, ոյս ինչքան վերցրեցիր դու, բայց ասա, որ կարոժնիի պես համով պաղպաղակ չկա։ Որտեղ Ֆինի ընկերությունն է արտադրում, Ֆինն էլ Հայաստանում ամենավորակովն է։ Միասին անցանք երկար ճանապարհ եւ վերջապես մենք գտնվում ենք նախավերջին փուլում, ոնց է տրամադրությունը։ Դուք չեք պատկերացնի ինչ ուրախ եմ ձեր համար, դուք բախտավոր եք, երեխեք, բախտավոր եք, որ այսքան երկար ճանապարհ եք անցել։ Ժամանակն է բացատրելու նախավերջին փուլի կանոնները, գնացինք։ Մասնակիցները կանգնած են իրար մեջքով, իսկ նրանց առջև դրված է չինգաչունգ խաղի բոլոր 3 առարկաները՝ թուղթ, քար եւ մկրատ։ Մասնակիցները պետք է ընտրեն այդ առարկաներից մեկը եւ հետհաշվարկից հետո առարկան ձեռքին պտտվեն դեմքով դեպի իրար։ Կհաղթի այն մասնակիցը, ում առարկան կհաղթի դիմացինի առարկային, ինչպես օրինակ մկրատը թղթին։ Ոնց է տրամադրությունը։ Լարված, ես պատկերացնում եմ, ես իսկապես զգում եմ հիմա դուք ինչ եք զգում։ Այս փուլը շատ վճռական է լինելու։ Ձեզանից ուղիղ կեսը դուրս է մնալու խաղից ցավոք սրտի, 20 հոգուց դառնալու եք 10 հոգի։ Միշտ կսկսեմ խաղը, եկեք մի հատ բան եմ ցույց տալիս։ Ուրեմն այստեղ հատուկ մարդկանց են կանգնեցրել, որպեսզի հետևեն, որ հանկարծ հետևի կողմից ոչ մի ծնող իր երեխային հուշում չտա, որ ամեն ինչ արդար լինի։ Դե ինչ ժամանակն է իրար մեջքով պտտվելու։ Պտտվում ենք մեջքով իրար։ Հենց լսում ենք ազդանշանի ձայնը, քայլում ենք թղթի, մկրատի եւ քարի մոտ։ Ես իրանց փոխարեն լարվել եմ։ Երկար ենք մտածում, թե ինչ եք ընտրելու։ Ունեք ուղիղ 15 վայրկյան ժամանակ, որպեսզի մտածեք։ Ընտրել ենք բոլորս 3, 2, 1, պտույտ։ Մկրատը հաղթեց թղթին, թուղթ եւ թուղթ, ոչ ոքի սպասում ենք։ Թուղթը հաղթեց քարին, թուղթը հաղթեց քարին։ Մկրատներ, սպասում ենք, նորից եք խաղալու։ Թուղթը հաղթեց քարին, մկրատը հաղթեց թղթին, թուղթը հաղթեց քարին, մկրատը հաղթեց թղթին, այս մկրատը հաղթեց թղթին։ Ցավում եմ, ինչ ասեմ, եկեք մի հատ գրկեմ բոլորիդ, ապրեք շատ։ Դուք իսկապես հավատացել եք ձեր ուժերին, որ մինչև նախավերջին փուլ հասել եք։ Շնորհակալություն, որ մասնակցեցիք։ Ցտեսություն, կհանդիպենք օրերից մի օր։ Շնորհակալություն։ Երեխեք, դուք այն 4 մասնակիցներն եք, ովքեր ոչ ոքի խաղացին, այսինքն նույն բաները վերցեցիք, դրա համար պետքա նորից խաղաք։ Պտտվում ենք իրար մեջքով, քայլելով գնում ենք։ Ես իրանց տեղը լարվել եմ, լուրջ եմ ասում։ Էն ինչ ա ուտում։ Արդեն
որոշել ես ինչ ես ընտրելու։ Քար, քեզ տեսնեմ վերցրա։ Քար, թուղթ թե մկրատ։ Թուղթ թե վերցրա։ 3, 2, 1 4-ն էլ քար են վերցրել։ 4-ը էլ քար։ Արդ ո՞նց է լինում սենց զուգատիպություն։ Ո՞նց, արա ո՞նց։ Սենց բան անհնար է ուղղակի 4-ն էլ քար են ընտրել։ Ստիպված ենք նորից կրկնել։ Ձեզ տեսնեմ 4-ը քար չվերցնեք էլի, նորից ենք անում։ Ո՞նց է սենց բան հնարավոր, արա ո՞նց։ 3, 2 Մեկ, պատասխանում ենք։ Օրա, թուղթը հաղթեց քարին, քարը հաղթեց մկրատին։ Չենք տխրում, չենք լացում, վсё։ Չենք հուզվում, մինչև նախավերջին փուլ հասել ես, այսքան ընտիր խաղացել ես, ապրես։ Ոխ, նեղվել ես։ Չէ, լուրջ, вообще, դες, ապրես։ Շնորհավորում եմ սիրելիներս, դուք օֆիցիալ արդեն եզրափակիչ փուլում եք։ 300 հոգուց ընդամենը 10 հաջողակ։ Ժորդ պատկերացնում եք, դուք այդ 10 հաջողակների մեջ եք։ Շարժվում ենք դեպի եզրափակիչ, գնացինք։ Ներս բերեք չէներգետիկի հսկայական շիշը։ Արդեն կռահում եք, թե ինչա լինելու։ Ձեռքերը դրեք չէներգետիկի շշի վրա, ով վերջինը իր ձեռքը անե շշի վրայից, նա դառնում է Հավատա քեզ Games-ի հաղթողը։ Դե դուրս եք այդ խաղից։